Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն նորից եթերում է եւ ես ուզում եմ կրկին ողջունել մեր բոլոր հետևորդներին։ Իհարկե, շատ հետաքրքիր կարելի ասել ոչ միայն ծանր, այլ նաեւ անիմաստ ժամանակներ ենք ապրում։ Ամեն ինչ տակնու վրա է եղել։ Եվ իհարկե այս օրերին բոլորիս ուշադրությունը բևեռված է սահմանադրական դատարանի։ Առաջիկա այդ կարևոր հարցադրումների շուրջ եւ ինչպես նաեւ այլ հարցերի մասին այսօր զրուցելու ենք մեր ճանաչված քաղաքագետներից մեկին հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ համար։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար էլ խոսելը այնքան ջուրին չէ, բայց պիտի ասեմ, որ դուք անկասկած մեր ամենայն դեպս մեր հերոստալիքում շատ մեծ թվով հետևորդներ ունեք, որոնք շատ գոհ են, երբ դուք գալիս եք տաղավար եւ ամեն անգամ շեշտում են, որ ավելի հաճախակի հրավիրեք պարոն Ղուկասյանին։ Ցավոք դուք այնքան հաճախակի չեք գալիս, բայց ամեն գալը ինչ որ մի բանով նշանավորվում է։ Լավ, սկսենք սահմանադրական դատարանից։ Իհարկե, Ամլետ ջան, այսօր ոնց որ ասած կարևոր քաղաքական իրադարձությունը մեր երկրում, մեր քաղաքացիների համար հուլիսի 4-ին սահմանադրական դատարանի որոշումն է լինելու, որը պիտի պատասխանի հարցին Հայաստանում լինելու են նոր ընտրություններ, թե այն ինչ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է, հաստատվելու է եւ խորհրդարան ունենալու է այն կազմը, որի մասին արդեն բոլորը գիտեն։ Սա աննախադեպ վիճակ է մեր սահմանադրական դատարանի համար հետընտրական process-ում, այն իմաստով, որ 7 կուսակցություններ են բողոք ներկայացրել ընտրությունների վերաբերյալ։ Կարելի է ասել 6 կուսակցություն մի կողմից են բողոք ներկայացրել մի ուղղությամբ։ Մեղադրանք կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ ինքը անտեսել է իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի կողմից կատարված խախտումները, որոնք որ ազդել են ընտրության արդյունքի վրա։ Դա վարչական ռեսուրսի վերաբերյալ հարցերն են եւ այլ հարցերը։ Իսկ մյուս կողմից մի բողոք էլ կա, որտեղ որ կուսակցությունը հանուն հանրապետության սահմանադրական դատարանին բողոքում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անտեսել է ընդդիմության կողմից խախտումները, կաշառքի բաժանումը եւ այլն։ Այսինքն երկու բևեռից էլ եւ մենք նաեւ քաղաքացիական պայմանագրի առաջնորդի շուրթերից լսել ենք, որ հազարավոր, 100 հազարավոր կաշառքներ են բաժանվել, որ ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի եւ Բարգավաճ Հայաստանի զայների 70% ըստ Փաշինյանի կոռուպցիայի ճանապարհով են ձեռք բերվել կաշառքի միջոցով։ Այսինքն դուրս է գալիս, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմա երկու կողմից է մեղադրվում։ Եվ իշխող ուժի եւ իր գործընկերների եւ ընդդիմության այդ պրոռուսական ընդդիմության կուսակցությունների եւ մյուս կուսակցությունների, որոնք որ միացել են այդ բողոքին կամ առանձին են բողոքարկում այդ բանը։ Սա շատ յուրահատուկ դրություն է, որովհետեւ սահմանադրական դատարանը եթե մերժի հանուն հանրապետության կուսակցության բերած բողոքը, դա կստացվի, որ Փաշինյանը հենց նենց օդ է ցնցում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր մտերիմը, որը որ նախագահն է այդ հանձնաժողովի, համարում է, որ դատարկախոս է Փաշինյանը, ընտրակաշառքներ զանգվածային չեն եղել, արդյունքի վրա չեն ազդել։ Սա մի դիլիկատ, այսպես ասած, վիճակ է սահմանադրական դատարանի համար, եւ իհարկե սահմանադրական դատարանը, եթե մենք ավանդաբար գիտենք, որ սահմանադրական դատարանը անտեսում է ընդդիմության բողոքները, այսպես ասած, գտնում է ձևեր ներկայացնել, որ բողոքները հիմնավոր չեն։
Բայց ես ուշադրություն դարձրեցի մի տեղեկության, որ ընդդիմությունը նաև բողոքներից բացի հարց է բարձրացրել, որ ովքեր են 76,000 քաղաքացիները, որոնք որ մասնակցել են քվեարկության, բայց մատնահետքով չեն ստուգվել եւ մասնակցել են այսպես գրավոր արձանագրության հիման վրա։ Այսինքն ստուգում նույնականացում չեն անցել։ Սա վտանգավոր է, ռիսկ է պարունակում կրկնակի քվեարկության տեսակետից։ Դե հասկանալի է, որ կարող են նման դեպքեր լինել 2000 ընտրատեղամասում ամեն մեկում կարող է մի հոգի, երկու հոգի, այդ օրը Ռուսաստանից կամ չգիտեմ Եվրոպայից կամ որտեղից եկած մարդ կամ Ղազախստանից չի հասցրել նախապես ցուցակում ընդգրկվել, գալիս է դրատեղամաս կամ դատարանի որոշմամբ եւ այլն իրեն առանց մատնահետքի, քանի որ ինքը ցուցակում չկա, թույլ են տալիս քվեարկել, գրանցելով, ձեռքով գրանցումը կատարելով, փաստացի նույնականացումը կատարելով։ Բայց համաձայնում եք, որ Հայաստանում 2000 ընտրատեղամաս կա, թող 5000 տենց դեպք լինի։ Օրվա մեջ քանի մարդ է Հայաստան գալիս կամ 2-3 օրվա։ Բայց ոչ 76,000։ Բայց ոչ 76,000։ Այստեղ կա իհարկե արդեն ինտրիգ, եւ մենք հիշում ենք հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները 2008 թվականին, այդ թվում բեմից, որ իշխող ուժը կրկնակի այն ժամանակ հանրապետական կուսակցությունը եւ կոալիցիան իշխող կրկնակի քվեարկություն է կազմակերպում նույն մարդը մի քանի տեղ քվեարկում է միաժամանակ եւ այլն։ Մի խոսքով սա աղազանգ է։ Ինչու է այդ թիվը, ինչու է Հայաստանում, երբ որ կա մատնահետքի նույնականացման համակարգը, պարզվում է, որ այսքան մեծ թվով մարդիկ ցուցակներում ընդգրկված չեն եւ վերջի օրերին են ի հայտ գալիս, որ իրենք պիտի քվեարկեն այստեղ կամ այնտեղ եւ այլն։ Մյուս հարցը դա 17000 ընտրողներին վերաբերող հարցն է, որոնք որ առհասարակ անոնիմ քվեարկողներ են, բարձ դրանք ով են։ Որտեղից եկան։ Ոչ միայն որտեղից եկան, այլ ով են։ Հայտնի ֆիլմի Միմինոյի, откуда։ Ինչ որ գաղտնիության այսպես բան կա, նու ենթադրենք, որ այո, ինչ որ կատեգորիաներ կարող են լինել լավ պետության մեջ 100 հոգի մարդ, որոնք որ չգիտեմ ես պատճառաբանությունը ինչի պիտի գաղտնի լինի իրենց մասնակցությունը, բայց 17000 այդ նույնպես տարօրինակ թիվ է։ Ընդդիմությունը բարձրացրել է այդ հարցերը սահմանադրական դատարանի առջև, միջնորդություններ են ներկայացնել պարզելու թե 76,000 ովքեր են, 17,000 ովքեր են, որ սահմանադրական դատարանը համապատասխան հարցումներ անի պետական մարմիններ ստանա այդ պատասխանները, որ այդ ովքեր են այդ մարդիկ։ Պետք է ասել, որ իրենք բավականին ժամանակին են այդ միջնորդությունները ներկայացրել։ Ես ունեմ իմ անձնական փորձը 13 թվականին, երբ որ ես միջնորդություն ներկայացրեցի սահմանադրական դատարան նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ այն մասով, որ 613 թե 633 իմաստույք չեմ հիշում ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցել են 80-ից 100% մարդ։ Ու ես միջնորդել էի, որ ստուգի պետությունից պատասխան ստանա այդ ընտրատեղամասերում բացակա քաղաքացիների թիվը ինչքան է, որովհետև դուրս էր գալիս, որ Հայաստանում չկա արտագաղթ։ Այո։ Եթե ընտրատեղամասում 100%, 80%, 80-ից 100% քվեարկություն է, ուրեմն արտագաղթ չկա։ Եվ սահմանադրական դատարանը խուսափեց այդ միջնորդությունը դիտարկելուց, որովհետև հղում արեց, որ ժամանակ չկա, չկա, չգիտեմ, այսպես
Դե մանա միշտ կգտնի։ Մահանա, հա, բայց հիմա անդիմությունը նախապես այդ միջնորդությունները բողոքի հետ միասին ներկայացրեց, համանդրական դատարանը, չգիտեմ, հույսով եմ, որ կստանա պատասխանը այդ մեզ բոլորիս պիտի հետաքրքրի, չէ՞։ 76,000 մեր հարգելի քույրեր եւ եղբայրներ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, ովքեր են։ Եվ այդ 17,000 քույրեր եւ եղբայրներ ովքեր են։ Որտեղից եկան։ Ինչի Հայաստանում 100,000 համարյա, հա, քվեարկող չեն անցել այդ նույնականացումը մատնահետքով կամ անցել են ու բարձ չի իրենք ով են։ Այո։ Դե պատահական չի որ նորից ջրի երես է գալիս այն 100,000-ավոր անձնագրերը, որ փորձում որ ես որքան հիշում եմ հայ վրացական սահմանին։ Հենց չէ, այդ անձնագրերով շինչու անձնագրերով քվեարկելու թեման հենց 2008 թվականին ես իմ հիշելով Փաշինյանից եմ լսել ինքը բեմից դե միշտ ասում ես, չէ։ Ես իմ ձեռքերը կկտրեմ, եթե ինչ որ մեկը փորձի։ Էդի վերջերս, իսկ 2008 ես խոսում եմ Նիկոլ Փաշինյան վերսիա 1.0 2008 թվի։ Պարոն Լուկասյան, լավ էլ հիշողություն ունեք, ասեմ ձեզ։ Դե որովհետև տպավորիչ ելույթներ էին 2008 թվականին այդ մարտի 1-ից ընդառաջ, հա, այդ իրավիճակը շատ սուր երկրում Եվ այո Հայաստանում շատ կարևոր հարցադրումներ եղան եւ այդ ընտրությունների կեղծարարության հետ կապված եւ այո այդ շինցու այդ կրկնակի երակի բազմակի քվեարկության հարցերը դա ֆունդամենտալ հարցեր են որոնք որ առ այսօր շարունակում են մնալ ակտուալ իդեպ մյուս խնդիրը այս կոնկրետ ընտրություններում հերթական անգամ մի հայտ եկած, որ Հայաստանում ձայներ հաշվել չի ստացվում։ Չգիտես ինչու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնտեղ ինչ որ տվյալներ բերեց, քանի ընտրատեղամասերում են վերահաշվարկ կատարել 600 քանի ընտրատեղամասերում, որից 200 քանիսում պարզվել է, որ պարկի մեջ բացված, հա, վերահաշվարկված քվեները եւ արձանագրության մեջ սխալ են, չեն համապատասխանում։ Դե դա 10%-ից ավել է, 15%-ը համարյա կազմում։ Այս մեր կենտրոնական ընտրական ամեն 6-րդ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովը հասկանալի է դրանց։ Առնվազն այսպես կարող ենք ամեն 6-րդ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովին չհաջողվեց այդ քվեները հաշվել, դնել վարկի մեջ, բանը արձանը Բացի այդ բազմաթիվ դեպքեր լսեցինք, տեսանք, որ մուտք անելուց այդ տվյալները արդեն արձանագրություններից երբ որ մուտք են արվում ընդհանուր համակարգ, այդտեղ էլ են սխալանում։ Եվ մեծամասնությամբ այդ սխալները եւ մատնացույց են անում ԲՀԿ-ի կողմնակիցները, որ դրանք ազդել են ԲՀԿ-ի այդ շեմը անցնելու, խորհրդարան մտնելու կամ չմտնելու հարցի վրա։ Այսպիսի բաները իհարկե վկայում են, որ Հայաստանում արմատական փոփոխություններ են հարկավոր եւ դա թանկ միջոցառում չի, բայց պարզ լուծումը դա մեխանիկական ձայների հաշվարկի անցնելն է։ Մարդկանցով չի ստացվում, Համլետ ջան։ Այո, այո։ Լավ, ԱՄՆ-ում մարդիկ մոտենում են, ռիչակ են քաշում, մեքենան տպում է պերֆոկարտա եւ ավտոմատ ասում է, այսքան սրան են քվեարկել։ Եկեք ազգովի ընդունենք, որ մենք ձայներ հաշվել։ Եթե 30 քանի տարվա ընթացքում մեզ մոտ չի ստացվում, այդ ուրեմն պետք է ավտոմատացնել։ Եվ չգիտես ինչու միշտ սխալվում են օգուտ իշխող։ Այդպեսի տենդենս ակնհայտ։ Դա արդեն ակսիոմ է։ Լավ, մենք մի շատ կարևոր թեմայի շուրջ էլ պիտի խոսենք, ձեզ հետ, պարոն Ղուկասյան, գնալով էլ ավելի է լարվում հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ։ Այստեղ ինչ հետաքրքիր զարգացումների սպասենք։ Ну, ինչ որ պաուզայի վրա է կարծես թե դրված Պուտին-Փաշինյան Փաշինյանի կողմից անոնսարված ապագա հանդիպումը, բայց ռուսական կողմից չհաստատված որ այդպիսի հանդիպում։ Չգիտես, թե այդ ռուսները էլի լռում են։ Դե վերջի, այսպես ասած, իրենց խոսքային էր, որ իրենք սպասում են քվեարկության արդյունքների ամփոփման, այսինքն սահմանադրական դատարանի որոշման, սահմանադրական դատարանի որոշումը դա վերջնական,
այսպես կետն է, պրոցեդուրան է ընտրությունների այդ գործընթացի եւ մենք այո մյուս ինտրիգին ենք մոտենում։ Հուլիսի 4-ից հետո ինչ ընթացք կստանան հայ-ռուսական հարաբերությունները։ Կընդունի Ռուսաստանը այդ ընտրություններում ձևավորված իշխանությունների լեգիտիմությունը, թե մենք հիմա բան ունենք, այսպես ասած, լսել ենք, գիտենք Ռուսաստանի դիրքորոշումը համարում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լեգիտիմ չէ։ Ինչի լեգիտիմ չէ, ունեն ինչ որ այնտեղ իրենց տեսակետը, որ ժամկետը անցել է, ընտրություններ չեն արել եւ այլն, այսինքն լեգիտիմ չէ։ Հիմա այստեղ հետաքրքիր հարց է, այդ մոդելը, ու իհարկե ուրիշ հիմքով Հայաստանի վարչապետի նկատմամբ կկիրառվի թե չէ, այսինքն մենք կլսենք Ռուսաստանից, որ Փաշինյանի կառավարությունը լեգիտիմ չէ։ Եվ եթե այդպիսի բան լինի, ապա ինչ արտահայտությունների հետ է բախվելու եւ Հայաստանը եւ իշխող ուժը։ Բազմաթիվ հարցեր կան Հայաստանը Ռուսաստանի հետ կապող տնտեսական ոլորտում, բոլորը դա գիտեն, ու այդ բոլորի, այսպես ասած, աչքար գազ առաջինը ինչ որ ասում են, Հայաստան մատակարարվող գազի 85%-ը բերում է Գազպրոմ Արմենիա։ Այս վերջերս հետ EM-ը հրապարակեց արտաքին արևտրի ցուցանիշներ Հայաստանի 2 միլիարդ 200 միլիոնի Հայաստանը Ռուսաստանից ներկրում է ոսկի։ Այդ ոսկին եթե բաժանենք ամեն մի քաղաքացուն կլորի գումար կստացվի։ Կապրենք Էմիրատներից ավելի լավ պայմաններում։ Բերում է եւ հետո հավանաբար արտահանում է ոսկին։ Այսինքն ցած չորից անջատելու համար, երբ որ խոսում ենք հայ-ռուսական արևտրային հարաբերությունների մասին, իհարկե պետք է տարանջատել են, ինչը որ պարզապես Հայաստանի տարածքով որպես տրանզիտ անցնում է Ռուսաստանից դեպի աշխարհ եւ հակառակը Եվրոպայից, ԱՄՆ-ից դեպի Ռուսաստան, բայց Հայաստանի միջնորդությամբ։ Այս ամբողջ խնդիրներ են, ուլուրջ խնդիրներ են եւ մենք իմ կարծիքով ունենք երկու սցենար, գլխավոր սցենար, եթե հարաբերությունները շարունակվեն վատանալ եւ դեպքում հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ այնպիսի փոփոխություններ կարող են լինել, որ բոլորիս կանրադառնան, եւ եթե ինչ որ երկրորդ սցենարը պահպանվեն կամ մնան ինչ որ եղած մակարդակով, դե ենթադրել որ կարող են բարելավել այդ անհնարը, այդ տարբերակը չկա, այստեղ հական այդ արդեն Ռուսաստանի կողմից բարձրացրած հարցերը։ Օրինակ Եվրոմիության անդամության հանրաքվե անցկացնելու հարցը Հայաստանում։ Դա շատ էական ազդեցություն կարող է ունենալ մեր ներքին քաղաքական կյանքի վրա։ Իդեպ ձեզ ասեմ, որ ի տարբերություն հայ-ռուսական հարաբերությունների կարծես բավականին հաջող է ընթանում Հայաստան-Եվրոպա համագործակցությունը եւ մադամ Ֆորդեն այնտեղի այցը Հայաստան վկայում է այն մասին, որ այնտեղ Եվրոպայում շատ հետաքրքրված են մեզանով։ Տարածաշրջանային, այդ այցը Բաքու, հետո Երևան վկայում է, որ Եվրոմիությունը այստեղ հետաքրքիր կողմ կա։ Եվրոմիությունը ունի առանձին Եվրոմիություն Ադրբեջան հարաբերություններ, առանձին Եվրոմիություն Հայաստան հարաբերություններ եւ ընդհանուր Եվրոմիություն Հայաստան-Ադրբեջան, այսպես ասած, որպես կոնֆլիկտի կողմեր, հակամարտության կողմեր հարաբերություններ։ Այո, կարծես այդ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Եվրոպան եւ Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ անում է ինչ որ քայլեր, որոնք որ Եվրոպայում բացատրվում են, հիմնավորվում են, որ հարկավոր է կախվածությունը Ադրբեջանի եւ Հայաստանի Ռուսաստանից նվազեցնել։
Ռուսական կողմը դա որակավորում է որպես փորձեր փոկել Հայաստանը մասնավորապես Ռուսաստանի ազդեցության գոտուց այդ ազդեցության տակից հանել, շատ ցավագին են ռուսական մեկնաբանները դա ընդունում, բայց իրականում սա մեծ հաշվով ավելի շատ խոսակցություններ են, քան իրական առաջընթաց։ Համլետ վիզաների ազատականացում եղավ։ Չէ։ Ինչքան տարիներ դրա մասին։ Դե հուսանք, որ մեր թորները կտեսնեն։ Այդ միլիարդավոր դրամաշնորհներ, որոնք որ հնչեցնում էին, եղան։ Ոչ։ Եվ պատճառը, որ դրան եւ համապատասխան բարեփոխումներ չեղան։ Մենք ոչ մի տեղից չենք լսում, չէ՞ որ Հայաստանի կառավարությունը դժգոհի ասի, որ մենք այս բոլոր պահանջները կատարել ենք, իսկ Եվրոմիությունը փողը չի տալի, վիզաների ազատականացումը չի անում։ Վիզաների ազատականացումը նորից հայտնի ֆիլմն է շեշում։ Վարպետ համոն փողը չի տվել։ Եվրոպան փողը դեռ չի տվել, կտա բայց։ Դե ես կարծում եմ, որ բազմից իրենք այդ բաց ասել են, որ փող գործի դիմաց, չէ՞, այսինքն Հայաստանի կառավարությունը մեր պետության բարեփոխումներ պիտի անի, դրա դիմաց դրան, այսպես ասած, ընդառաջ Եվրոմիությունը պատրաստ է ֆինանսավորում տրամադրել եւ ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին։ Սա բան է, սա էլ է խնդիր։ Ինչ է ճակատագիրը այդ հարաբերությունների։ Հələ որ ես կարող եմ ասել, որ մեր քաղաքացիների համար տպավորությունը, որ ավելի շատ այսպես մակերեսային անտուրաժ, հա, ստեղծված վիճակ է, քան իրական արդյունքներ Հայաստանի Եվրոպայի պես ուղղությամբ այդ ապրանքային տնտեսական եւ այլն հարաբերություններում։ Եվս մի կարևոր հարցի շուրջ փորձեր համառոտ խոսել Տրիպի այդ հայտնի ճանապարհը Տրամպի, որը բոլորի ուշադրության կենտրոնում է այսօր։ Դա դա վերջի ինտրիգն է, ամենամեծ ինտրիգն է, որ ինչ կլինի ընտրությունները, ինչ կլինի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, ինչ կլինի Հայաստանի Եվրոմիության հարաբերությունները եւ այդ ամեն ինչի մեջ հələ պետքա գումարենք Տրամպին իր այդ նախագծով դա ինչ հերանեկար պիտի ունենա, այստեղ արդեն գումարվում է Իրանի հետ ԱՄՆ-ի ըստ էության դիվանագիտական հələ արդեն ռազմական կողք տնենք ճգնաժամը, որ չեն կարող հասնել կայուն հրադադարի նույնիսկ եւ այլն։ Այսինքն բազմաթիվ հարցեր ամփոփելով կարող եմ ասել, որ այս ամառվա ընթացքում եւ շատ վճռորոշ հարցեր պիտի լուծվեն, որից կախված կլինի հետագա տարիների ընթացքը եւ արտաքին եւ ներքին քաղաքականության համար մոտակա գալիք ամիսները բարձրագույն նշանակություն ունեն։ Իսկ պարադոքսը կայանում է նրանում, որ այդ ակտիվ հատվածի հետ մենք միաժամանակ տեսնում ենք տոտալ պասիվություն մեծ հաշվով քաղաքական Հայաստանում։ Եվ իհարկե մի ոլորտ էլ անդրադառնանք սոցիալական, առողջապահական ոլորտին, այստեղ գոնե կան հաճելի նորություններ, որոնց հետ կուզենայի կիսվել մեր Համլետինց այսպես ասած զարմացրեց այն լուրը, որ այն բարեփոխումները, որոնք որ տարվա սկիզբ հայտարարված էին առողջապահության ոլորտում, սոցիալական պաշտպանություն, ոնց որ թե կասեցվում են, նվազեցվում են, վերափոխվում են եւ այդ ամեն ինչ տեղ է տալիս պնդել, որ դա արված էր քվեարկությունից մի քանի ամիս ընթരാճ քվեարկության վրա, այսպես ասած, ազդելու քաղաքական կոնյունկտուրային նպատակով, իսկ իրականում ոնց որ թե ձեռքբերումները, որը որ հանրությանը մատուցվեցին, հա, առողջապահության ոլորտում անվճար դեղեր,
անվճար բուժ օգնություն դառնում է կամ վճարովի կամ անհասանելի պրակտիկորեն շատերի համար, որովհետև բոյանում են արդեն մեծ հերթեր եւ այլն եւ բողոքի ձայները սկսվում են արդեն գալ այդ ուղղություններից նույնն է եւ կենսաթոշակային ոլորտում բարձրացումները որոնք որ հայտարարվել էին հիմա կան ձայներ որ սկսել են սահմանափակվել այսինքն այո կա բարձրացում x հազար դրամով բայց ոչ բոլորին էլի այլ S կատեգորիաներին եւ դա եւս վատ հոտ ունեցող process է եթե իսկապես այդ վարկած ընդունել որ ընտրություններից ընդառաջ իշխանությունը այսպեսի քայլերի գնաց պետական ռեսուրսները ներդրեց սոցիալական բարձրացնելու համար, այդ վիճակը իսկ հետո ընտրություններից հետո դա նվազեցնում է, դա այնպիսի ասեմ խաբեություն է, որ օրինակ Սերժ Սարգսյանի այդ խաբեությունը, որ ինքը երրորդ ժամկետ չի գնա եւ այլն մանկական խոսակցություն է սրա դեմ ժողովրդի համար։ Ժողովրդի իր մաշկի վրա է զգում այդ բաները եւ մարդիկ շատ բարձր գնահատեցին եւ այդ բուժօգնության ու դեղորայքի բարեփոխումը այդ ոլորտում որ հասանելի է դարձրել շատ լայն խավերին հիմա դա հետ վերցնել շատ վտանգավոր է այդա կարող է արտնացնել այս մեր ժողովրդի այն որ արտնացումը լինելու է ես կասկած չունեմ որ արտնանալու է քաղաքական ակտիվություն ցուցաբերելու է մեր հասարակությունը կասկած չունեմ դա անպայման լինելու է բայց այս բոլորը նպաստում է դրան որ ավելի արագ լինի էլի Երբ պարոն Ղուկասյան ես որքան ցանկացած ես այդ այսպես ուրախ նոտայով ավարտել մեր այսօրվա զրույցը տեսնում եմ որ ապագայում խոսելու շատ դեռ առիթներ են լինելու հանդիպենք եւ ամփոփենք Այո տեսակ ինչ եղավ դրամաբանության մեջ Այո Շնորհակալ եմ որ եկաք Սիրելի բարեկամներ մենք հերթական անգամ հյուրընկալել էինք հայ կառուցողական կուսակցության նախագահ իսկապես հրաշալի մի քաղաքագետի Անդրեաս Ղուկասյանին ում առաջիկայում նույնպես սպասեք Փակ TV-ի տաղավարում Իսկ այսօր այսքանը ցտեսություն